Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առիթով, ապա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց խաղաղությանը, պետությանը, անկախությանը։ Արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց, քաղաքացիական պայմանագիրը կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի կառավարություն եւ առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք։ Նիստում Փաշինյանը շեշտեց, որ 2025-ի ամենաէական, շոշափելի եւ նշանակալի քայլը օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաժողովն էր, երբ ընդունվեց եւ ստորագրվեց խաղաղության հռչակագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի Ադրբեջանի նախագահի կողմից, եւ դա որպես ականատես ստորագրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է, մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք, բայց կարևոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաև ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որը արդեն ստորագրված է եւ մենք առջևում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Ձեռքբերումներից է նաև այն, որ ավարտին հասցվեց Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIP նախագծի համաձայնագիրը, որը ստորագրված է եւ առաջիկայում պետք է վավերացվի, նշեց Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանը հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները, ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում ընդհանուր առմամբ երկաթուղային ենթակառուցվածքները ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում եւ այս պահին նաեւ հայտարարված է Ախուրիկ Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով եւ մենք իհարկե հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված այդ թվում միջազգային գործընկերների հետ իրականացնենք որոշակի ծրագրեր։ Խոսելով Եվրոպական միության հետ հարաբերությունների եւ գյուղմթերքի արտահանման մասին, Փաշինյանը նշեց, որ գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի եւ առաջիկայում դա կդառնա իրողություն։ Նա նաեւ հավելեց, որ դեպի Եվրամիություն արտահանումը կրկնապատկվել է, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Հետագայում ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, Փաշինյանը մանրամասնեց։ Նաեւ պլանավորել են գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որտեղ նաև ապրանքների տեսակավորման մասին կարող է խոսք գնալ։ Եվրոպական միության հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 միլիոն եվրոյի աջակցության ձևով եւ մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարդարացված ձևով, այսինքն արտահանման խոչընդոտներ են ստեղծվել։ Անդրադառնալով բյուջեի կատարողականին, վարչապետն ասաց, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 11%-ով։ Սրան զուգահեռ աճել են նաև ծախսերը։ Վարչապետի խոսքով նախորդ 5 տարում գործադիրը տարբեր ծրագրերով ավելի քան 3.4 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այս համատեքստում էլ նա անդրադարձավ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Քանի որ նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում կային շահարկումներ, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է եւ կառավարությունը դա արել է նախընտրական նպատակներով, ուզում եմ հստակ արձանագրեմ, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է եւ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում։ Փաշինյանը առանձնացրեց նաև 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի հաջող ընթացքը, նշելով, որ ներկայումս շինարարական փուլում է 374 դպրոց։ Նա նաև հայտնեց, որ առաջիկա հնգամյակում ատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան անցնելու երկրորդ ատեստավորմանը, ինչի արդյունքում նրանց բազային դրույքաչափը 200,000 դրամից կդառնա 300,000 դրամ։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։